Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 25։ Եվ նրանց պետք է այրի այն եկող օրը, ասում է Զորաց Տերը, որ նրանց համար արմատ և ոստ պիտի չթողնի։ Մաղաքիա 4-րդ գլուխ առաջին խոսք։ Այս խոսքում կարդում ենք Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստների մասին։ Երկու օրն էլ Աստված սահմանել է։ Նրանք, ովքեր չարություն են գործում և չեն վախենում Աստծո բարկությունից, անպայման զգալու են նրա բարկությունը իրենց վրա։ Այս խոսքը անշուշտ վերաբերում է նաև դատաստանի օրվան, երբ Քրիստոսը կհայտնվի բոցավառ կրակով դատաստան իրականացնելու հպարտներին և բոլոր չարագործների վրա։ Երկու դեպքում էլ Քրիստոսը ուրախության և պայծառության լույսն է նրանց համար, ովքեր հավատարմորեն ծառայում են նրան։ Արդարության արեգակ ասելով հասկանում ենք Հիսուս Քրիստոսին։ Նրա միջոցով հավատացյալները արդարանում և սրբացվում են, և այդպիսով նրանք բերվում են դեպի լույսը։ Նրա ազդեցությունը մեղավորներին դարձնում է սուրբ, ուրախ և պտղաբեր։ Սա վերաբերում է նաև Սուրբ Հոգու շնորհներին ու մխիթարություններին, որոնք բերվում են մարդկանց հոգիների մեջ։ Քրիստոսը Սուրբ Հոգին պարգևեց իրեն պատկանողներին, որպեսզի նա փայլի նրանց սրտերում և լինի նրանց մխիթարիչը, արևը և վահանը։ Այն օրը, որը ամբարիշտների համար վառվելու է հնոցի պես, արդարների համար լուսավոր կլինի առավոտի պես։ Նրանք սպասում են այդ օրվան նույնիսկ ավելի մեծ փափագով, քան առավոտին սպասողները։ Քրիստոսը եկավ որպես արև ոչ միայն խավար աշխարհին լույս բերելու, այլև հիվանդ ու խանգարված աշխարհին բժշկություն բերելու համար։ Հոգիները կաճեն գիտության և հոգևոր զորության մեջ։ Նրանց աճը կլինի ինչպես գոմում պահվող հորթերի աճը, ոչ թե դաշտի ծաղկի նման, որը նուրբ ու թույլ է և շուտով թառամում է։ Սրբերի բոլոր հաղթանակները Աստծո հաղթանակների արդյունքն են, ոչ թե նրանք են դա անում, այլ Աստված է դա անում նրանց համար։ Ուրեմն, որքան մեծ է հավատացյալի երջանկությունը, երբ նա այս աշխարհի խավարից ու թշվառությունից անցնում է դեպի այն վիճակը, որտեղ հավիտյան ուրախանալու է Տիրոջով։